Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալը շարունակում է գերել հեռուստադիտողների ուշադրությունը։ Յուրաքանչյուր նոր դրվագի հետ ինտրիգը խորանում է, գաղտնիքները բացահայտվում են մաս-մաս և ամեն կերպար իր մեջ պահում է մի ամբողջ պատմություն, իսկ ամենախորհրդավոր կերպարներից մեկն անշուշտ Արմոն է։ Սերիալի հենց առաջին դրվագներից նա գրավեց բոլորի ուշադրությունն իր սառը ու հաշվարկված բնավորությամբ։ Հիմա, երբ սյուժեն մոտենում է իր ամենալարված հատվածին, շատերն արդեն համոզված են, որ Արմոն այն մարդն է, ով մեծ գաղտնիք ունի անցյալից։ Սերիալի մեկնարկից ի վեր Արմոն ներկայացնում էին որպես վախկոտ, ով հետևում է Վռամի բոլոր խոսքերին, սակայն հենց այդ ինքնավստահությունն էլ հետագայում առաջացնելու է կասկածներ, նրանց թվում է, թե կարող են բոլորին կառավարել, բոլորից մեկ քայլ առաջ լինել, սակայն այժմ թվում է, թե հին մեղքերը պատրաստվում են հետ վերադառնալ։ Նա սկզբում Վռամի ոտքերի տակ էր, այսպես ասած, իսկ այժմ արդեն ազդում է բոլորի վրա։ Հիմա Վռամը նրան չի վստահում ու ամեն ինչ անելու է, որպեսզի պարզի, թե ինչ է թաքցնում Արմոն, բայց Սաքոն այլևս չի կարող Արմոյին ինչ-որ կերպ հեռացնել իր ընտանիքից, քանի որ Արմոն գիտի գաղտնիքներ, որոնք կարող են հենց նույն պահին ոչնչացնել Սաքոյի ընտանիքը։ Հեռուստադիտողները սկսում են ենթադրել, որ Արմոն կապված է հին ողբերգության հետ։ Վռամի եղբայր Կարոյի մահը երկար ժամանակ մութ է մնում, որովհետև դրա համար դատապարտվում է Հայկը, բայց կամաց-կամաց կարծեք թե ամեն ինչ պարզվելու է։ Շատերն են համոզված, որ հենց Արմոն որևէ կապ ունի Կարոյի սպանության մեջ, իսկ մեղքը իր վրա է վերցրել Հայկը, քանի որ հավանաբար ուղղակի անզգույշ քայլ է արել Հայկը ու կարծել է, որ ինքն է Կարոյին սպանողը։ Արմոյի ամեն քայլը կարծես հաշվարկված է, նա գիտի, թե ում հետ ինչ խոսել, ինչպես շահել մարդկանց վստահությունը և ինչպես մանիպուլյացիայի միջոցով հասնել իր նպատակին, նրա ներկայությամբ անգամ ուժեղ մարդիկ զգում են լարվածություն։ Նարէի նկատմամբ էլ նա ցուցաբերում է երկակի վերաբերմունք, մի կողմից կարծես հոգ է տանում նրա մասին, մյուս կողմից նրան վերահսկելու փորձ է անում, Նարէն զգում է այդ վտանգը, բայց դեռ չի պատկերացնում, թե որքան խորը արմատներ ունի Արմոյի խաղը։ Ամենից դրամատիկ գիծը մնում է Հայկի և Նարէի պատմությունը։ Նարէն ընդունեց Արմոյի առաջարկը միայն այն պատճառով, որ նա սպառնում էր Հայկին, պայմանական ազատության մեջ գտնվող մարդուն, սակայն Նարէի սիրտը դեռ պատկանում է Հայկին, և որքան էլ նա փորձի թաքցնել իր զգացմունքները, սերը չի մարում։ Բայց եթե հեռուստադիտողների ենթադրությունները ճիշտ են և ապացուցվի, որ հենց Արմոն է պատասխանատու Վռամի եղբոր Կարոյի մահվան համար, ապա Հայկը եղել է անմեղ զոհ, իսկ Նարէն առանց իմանալու ստիպված է եղել նշանվել հենց նրա հետ, ով կործանել էր իր սիրելիի կյանքը։ Այդ պահը դառնալու է սերիալի ամենաուժեղ, ամենահուզիչ և միևնույն ժամանակ ամենածանր դրվագը։ Ինչպես կկարողանա Նարէն սիրել մի մարդու, ով տարիներ առաջ անուղղակիորեն պատճառ դարձավ եղբոր մահվանը։ Ինչպես կկարողանա Հայկը ներել նրան, ով դարձավ իր կյանքի ամենամեծ փորձության պատճառը։ Հեռուստադիտողները կարծում են, որ ճշմարտության բացահայտումից հետո Նարէն ու Հայկը կարող են հանգիստ իրար սիրել, քանի որ Նարէն իրեն կյանքում չի մեղադրի, որ սիրել է եղբոր սպանողի մեջ։ Սա է ամբողջ պատմության ենթադրությունների հիմքը, թե ինչու են հեռուստադիտողները կարծում, որ Կարոյի սպանության մեջ ոչ թե Հայկի, այլ Արմոյի մատն է խառը։ Իհարկե, այս ամենը ենթադրություն է, իսկ հեռուստասերիալի հետագա սերիաները ցույց կտան դրանց իրական լինելը։ Ելենա Արշակյանը վարպետորեն պահում է սերիալի լարվածությունը։ Արմոյի կերպարը կառուցված է այնպես, որ նրա յուրաքանչյուր ժպիտի հետևում կա վախեցնող լռություն։ Նա այն մարդն է, ով ամենաշատն է փորձնում թաքցնել իր անցյալը, և հենց այդ անցյալն է շուտով պայթելու։ Սցենարային զարգացումները ցույց են տալիս, որ մոտ օրերս կարող ենք ականատես լինել հետաքրքիր բացահայտումների։ Արմոյի դեմ կարող են հայտնվել փաստեր, որոնք ոչ միայն կբացահայտեն Կարոյի մահվան հանգամանքները, այլ նաև ամբողջությամբ կփոխեն բոլորի նկատմամբ վերաբերմունքը։ Հնարավոր է, որ հենց այս բացահայտումն էլ դառնա Նարէի ազատագրման պահը։ Նա այլևս չի կարողանա ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Այդ պահից հետո նա ստիպված կլինի կանգնել ընտրության առաջ՝ մնալ Արմոյի
կողքին և ապրել ստի մեջ կամ պաշտպանել Հայկին, անգամ վտանգելով սեփական անվտանգությունը։ Ամեն ինչ հուշում է, որ Հարսնաձորի լեգենդը մոտենում է իր ամենաուժեղ շրջադարձին։ Արմոյի կերպարը վերածվելու է հիմնական առանցքի, որի շուրջ կբացվեն տարիներ շարունակ թաքցված գաղտնիքները։ Նարէի և Հայկի պատմությունը կանցնի ամենադժվար փորձության միջով, իսկ հեռուստադիտողները վերջապես կտեսնեն այն ճշմարտությունը, որի մասին միայն ենթադրում էին։ Մի բան հստակ է՝ Արմոն այլևս չի կարող երկար թաքցնել իր մեղքերը։ Գաղտնիքները կբացվեն, սերը կփորձարկվի, իսկ արդարությունը կվերադառնա։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Գրեք ձեր կարծիքները։ Արդյոք Արմոն որևէ կապ ունի Կարոյի մահվան մեջ։